Ուրեմն մարդը ինչ է ժամանակի մեջ ստեղծված արարած է եւ ժամանակի հետ ապրող արարած է միայն Աստված է որ անժամանակ է ժամանակից վեր է հիմա փորձենք քննել մեր ժամանակն ինչ է անցյալ ներկա եւ ապագա անցյալն անցած է ներկան ակնթարթ է ապագան անհայտ է հիմա մենք միշտ ներկայի մեջ ենք որը շատ կարճ մի վարքյան է ինչպես Արիստոտելն ասում է նույն գետով դու երկու անգամ չես կարող անցնես հենց ոտը դրեցիր երկրորդ քայլը դրեցիր ուրիշ գետի մեջ ես դու արդեն այդպես էլ նույն վարքյանը դու երկու անգամ չես կարող ապրել ապրեցիր վերջ երկրորդ ակնթարթը չկա գոյություն չունի այսինքն ավելի շատ մեր կյանքը անցյալ է հա տեսել եք ֆիլմերի մեջ որ մարդը անցյալը մոռանում է հիշողությունը կորցնում է ոնց որ ուրիշ մարդ լինի չէ այս կամ հիվանդություն կա որ ասում են սկլերոզ մարդը որ հիշողությունը կորցնում է կամած մահանում է չէ ծրված սկլերոզը են ասում կամած մահանում է երբ որ մարդը հիշողություն չունի արդեն ինքը մարդ չի այսինքն այս բոլորից ինչ ենթադրության ենք գալուս մարդու ամբողջ կյանքը 99.9% հիշողություն է երևակայություն է մտավոր աշխարհ է իր կյանքը հիմնված է անցյալի վրա եւ այստեղ շատ լավ եւ վատ բաներ կարող լինեն մեր անցյալը կերտում է մեր ներկան ու ապագան ուստի մենք մեր անցյալի հետ շատ նրբորեն պիտի վարվենք մենք ճիշտ պիտի վերաբերվենք ինչ է նշանակում անցյալ հիմա դուք զրուցեցիք չէ ինձ հետ խոսեցիք սպասել չի անցել է վաղը կդառնա անցյալ վաղը երբ որ հիշեք կարծեմ թե լավ տպավորություններով չէ եւ որտեւ այսօր լավ որ անցկացրիք եկեղեցում եղաք աղոթեցիք զրուցեցիք այսինքն դուք այսօր ձեր կյանքի ամենավայելուչ էջը գրեցիք վայել չագրեցիք ձեր էջը բայց ցավոք սրտի մեր կյանքում այտենց սուրբ վայել չագիր էջերը քիչ են լինում մութ էջերն են լինում տխուր էջերն են լինում հիմա այդ լավ ու վատ էջերով կերտվում է մեր հիշողությունը եւ այդ հիշողության վրա կերտվում ենք մենք եւ այդ տպավորությունները հիշողությունները տակում են դառնում են ենթագիտակցություն բեր որ մենք կրում ենք ամբողջ կյանքում հա եթե բեր թեթևը հեշտ է կամ այսինքն եթե դու լավ բան ես հիշում ուրախանում ես հա թեթևը բերը թեթևը դու վազում ես բայց երբ որ բերը ծանր է չես կարող ապրես ժամանակը կանգնում է դանդաղում է քո համար կյանքը հիմա ինչ անենք այդ բերը մենք պետք է կրենք թեթևացնենք մեր բերը ոնց պիտի թեթևացնենք ապաշխարությամբ սրտի զղջումով խոստովանությամբ ինչու եմ ես ամբողջ այս պատմությունն անում որտեվ մեր հիշողությունը մեր երևակայությունն է մեր երազներն են մեր կյանքն է մեր պատկերացումն է մեր երազանքներն են այսինքն մենք մի տեսակ բռնում ենք այս երազ հասկացությունը տարանջատում ենք մեր հիշողությունից մեր նպատակներից մեր երազանքներից ասում ենք չէ այս երազը ուրիշ բան է մենք չենք չէ մենք ենք մեր երազը մենք ենք ինչի՞ մեր երազն ու երազանքը առանձնացնում չէ ոնց որ ինչ որ դու երազում ես այն էլ երազ ես տեսնում էլի ինչի որ դու ձգտում ես այն էլ տեսնում ես ինչ որ դու ապրել ես ինչ որ պիտի ապրես այն էլ տեսնում ես երազն ինչ է ենթագիտակցության ցնորական վերարտադրություն ջուրը լցրու էլը ջուրն ինչ է մեր հիշողություն դիր գազի վրա թո տաքանում դառնում է գոլորշի հիմա այդ գոլորշին ջուր է թե ջուր չի ջրի ուրիշ տեսակն է այսինքն ջրից է բայց ջուր չի ցնորք է ջրից է բայց ջուր չի այդպես էլ մեր ենթագիտակցությունը մեր հիշողությունը կուտակվում է մեր մեջ նստում է
Գիշերը մենք տաքանում ենք, ջերմանում ենք, հա, ու սկսում է այդ մեր ենթագիտակցությունը ցնորական վերարտադրվել։ Մեզ էլ թվում է, այ ինչ մի հատ տեսիլք տեսանք։ Այս ինչ մի հատ հայտնություն արեցինք։ Ոչ մի տեսիլք էլ չտեսանք, ոչ մի հայտնություն էլ չարեցինք։ Մենք ենք ուրիշ ձևով։ Մենք մեր կյանքները, մեր երազանքները, մեր նպատակներն ցնորային տեսքով։ Տեսիլքը լրիվ ուրիշ որակ է, որը մեզ յուրահատուկ չի, որ սուրբերն են տեսել, որ սուրբ ինքը իրանց հիշողությունը մեր նման կեղտոտ հիշողություն չի եղել, իրանց կյանքը այդպես բեռներով ծանրաբեռնված չի եղել, նրանց սրբագրված էջերով է նրանց կյանքը գրված եղել, նրանք ծանր բան չեն ունեցել, որ երազի ժամանակ վերարտադրվեն, երազը դառնա երազանք, կախչեն երազից, ուզենան երազից ինչ-որ մի բան ուզեն, իրանց մխիթարությունը երազի մեջ գտնեն, երազի մեջ մխիթարություն փնտրեն, հասկանում եք ես ինչ եմ ասում։ Մեր կյանքը ասենց ողորմելի է։ Մենք հույսը դնում ենք երազի վրա։ Չէ։ Ինչի՞ ասում։ Շարունակենք։ Ես իմացին եմ ասում։ Չէ, ասենք դա։ Շարունակեմ էլի։ Հիմա սուրբի դուք տեսակ սուրբերի ու մեր տարբերություն, տեսիլքի տարբերություն։ Սրբագրված կյանք Հովհաննես Ավետարանի չէ։ Քրիստոսի սիրելի աշակերտ, Սուրբ Կույս, ամբողջ կյանքը Քրիստոսին նվիրված, 95 տարեկանում 10 օր ծոմ ապահում, Աստծո հրամանով ու տեսիլք է տեսնում, հայտնության տեսիլքը։ Դուք 10 օր ծոմ պահել եք, հաս չուտեք ջուր չխմեք, չեք կարա, բայց այն ժամանակ երազել չի, էդի քնած չես, դու արթուն ես, հələ դու 10 օր ծոմ պահի տես կարած քնես։ Մենակ խորովածներ երազիդ մեջ կտեսնես, բայց Սուրբը ինչ է տեսել, տեսել է տեսիլք, սրբագրված կյանքով ապրող, իր կյանքը ամբողջ սրբություն է, եթե մենք ուզում ենք տեսնել, պետք է դառնանք Հովհաննես Ավետարանի, դե դարձեք ու տեսեք, եթե չեք դարձել, ուրեմն մոռացեք տեսիլքները։